գրում ես վատ բան, հետո ներողություն եք խնդրում կներեք sense բան։ Դիտորդական առաքելություն։ Հիմա եկամ ստացել ինչքան եք ծախսել։ Չգիտեի, ոնց որ բանը ֆուրշետի թիվը չէի հիշում։ Զանգից ճիշտ է, ասի 170,000 ֆուրշետ 85,000 դալիճը վարձ 255,000։ Իրան ոչ մի տես չի պատմում, ես սավիկ չեն ասում։ Ասում են գնացեք շտաբ, այդ շտաբն է եսին որտե է, շտաբի պետին տենալն է, բանը չուսնիլի, ոնց որ մեռնում ես, աստուն տենում ես։ Դիմեք մեր Երգ կոչվում է խմբակային նկար, խմբակային լուսանկար ընկերներիս ու ընտանիքիս անդամների հետ։ Քանի որ մենք սա կազմակերպելու ենք, նաև առիթից կօգտվենք, դες տալ ինչ-որ թարմացումներ, ինչ ենք արել մինչև այս պահը, ինչ ենք պլանավորում անել։ Իրավական մասով համագումարը պետք է ունենա քարտուղար, ով որ վերջում ստորագրելու է այն փաստաթուղթը, որտեղ որ հաստատվել է 30 տեխնացում, ես ինքս ինձ առաջադրում եմ, եթե դե մարդ կա, ասեք, եթե չեմ, անցնենք ուրեմն հաջորդ կետին։ Դուք մեր հանրային գործունեությունը ամբողջությամբ թափանցիկ տեսել եք, մենք ինչով ենք զբաղվել, ինչ ենք արել, փորձարկել ենք տարբեր գործիքներ, սկսած նախընտրական ցուցակներից, վերջացրած փողոցներում մարդկանց խարոց անելու, այս պահի դրությամբ ես գրեթե վստահ եմ, որ բոլորին դեմ կուսակցությունը ունի անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները ու նախապայմանները ու նախադրյալները ընտրություններին մասնակցելու համար, այսպիսով ոնց որ սա ֆորմալ կտոր է, բայց պետք է քրդարկեք, էլի։ Առաջի հարցը հետևյալն է։ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությանը բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցության մասնակցության հարց։ Մարդ կա, որ դեմ է, որ բոլորին դեմ եմ կուսակցությունը մասնակցի այս ընտրություններին։ Արամ մի բան առաջարկել եք, ես եմ ասում, հա։ Սրա երևի կուսակցության անդամներ պետք է քվեարկեն։ Հա, իհարկե։ Հա, դրա համար երևի ճիշտ է։ Որ մեկը ձեր բարձրացներ կհարցակցության անդամներ։ Հիմա Սպարտակ Տյուրենյանը կներկայացնի մեր նախընտրական process-ը, ոնց ենք մենք կազմակերպել նախընտրությունները ու կներկայացնի արդյունքները։ Process-ի մասով սենց ենք արել, մենք որոշեցինք, որ մեր ցուցակը ընտրենք հանրային ձևով, դրա համար ստեղծել էինք ես կետ բոլորին դեմ կետեմ հարթակը, որի միջոցով յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով որ ընտրելու իրավունք ունի, կարող էր գրանցվել որպես ընտրող, անբաժանելի մաս է, թե հաջողության, թե անհաջողության դեպքում մանդատների վայր դնելը ու տեղ ունեցանք 45 տեխնացու։ 45 տեխնացու ունեցանք, որոնք ի տարբերություն ընտրողների դեպքում մեզ վճարեցին 50,000 դրամ որպես նախընտրական հիմնադրամ, այդ գումարները ուղղվել է մեր կուսակցության հաշվի համարին ու ծախսվելու է թե ընտրագրավի վճարելու համար, թե հետագա պրոցեսներում ընտրագրավը ամբողջությամբ չենք տարածել ծածկենք, դրա մասին կասեմ, մոտավորապես 184 մարդ է մասնակցել, որ եկել է ֆիզիկապես ընտրել է, ունենք նաև դեպքեր, մոտ 5 թե 6 հոգի, ովքեր ընտրել են փոստի միջոցով, այդ պրոցեսները բոլորը նկարված է եղել, մենք ապահովել ենք շուրջօրյա լայվ գրասենյակում ու ամեն ինչ բաց ու թափանցիկ ձևով տեսել եք։ Կարևոր բան, որ պարտադիր պետք է ասեմ, այն էր, որ քվեարկության արդյունքները մի կողմ, շատ օրենքով պահանջներ կա, որ էլի պետք է բավարարեինք, դա այն է, որ պետք է սեռային քվոտայի բանը պահպանենք, այսինքն ամեն եռյակում պետք է հակառակ սեռի մեկ ներկայացուցիչ լինի, ինչպես նաև պարտադիր էր, որ մնացած բոլոր փաստաթղթերը տեղում լինեն։ Հիմա իհարկե ունենք որոշ տեխնացուներ, ովքեր ամբողջովին չեն լրացրել, բայց կարծում ենք, որ այս երկու այդ հարցերը կլուծվի։ Հիմա ցուցակը նայենք, այս մեր ցուցակն է։ Այս պահին մեր 10 տեխնացուներն են, մենք սա ոչ թե հաշվարկի ցուցանիշներն են, այլ սեռային քվոտան կիրառելով կազմված ցուցակն է, չգիտեմ ոնց սկսեմ։
Հիմա արդեն մեր կուսակցական ու շարժման process-ի հետ կապված մի քանի թարմացումներ անենք, ֆորմալ մասը վերջացրեցինք, բանը ընտրագրավի հետ կապված, որտակ ընտրագրավի հետ կապված իմ նշած մարդիկ, ովքեր որ գրանցվել էին որպես ընտրող եւ որպես տեխնացու, դրա հետ կապված մենք մոտավորապես 2.5 միլիոն դրամ, այսպես ասած, մուտք ենք ունեցել, ինչի համար բոլորին շնորհակալություն ենք հայտնում։ Ինչ? Դա 4 միլիոն ենք ունեցել, այսօր 5 միլիոն եղավ։ Այն բանի, երբ որ մենք թղթերը մուտք ենք անելու կենտրոնական ընտրական հանձնաժողով, հենց այդ բանին նաև պետք է տրամադրենք համապատասխան հանձնարարականը, որ ընտրագրավը վճարել ենք։ Ընտրագրավը կազմում է 7.5 միլիոն դրամ։ Շատ բոլորին էլ խնդրում ենք, եթե ինչ-որ ձև կուզենաք աջակցեք, մեր հաշվեհամարը կա կայքում, կարող եք մտնել, ձեր հնարավորության չափով մեզ աջակցել, ամեն դեպքում վստահ եղեք, որ մենք միևնույնն է թղթերը հանձնելու ենք, բայց մի քիչ վստահ եղեք, նավշակի մի բանով աջակցեք։ Մեծ հաշվով մենք քաղաքական որոշումներ կայացնելու չունենք, որտեղ դա արդեն բոլորս կայացրել ենք, հրապարակել ենք կոնկրետ ինչ ենք անելու, ստեղծել ենք շտաբ, շտաբի ստեղծման տրամաբանությունը եղել է հետևյալում, նշանակել ենք հանդիպում, մարդիկ եկել են, տարբեր ուղղություններով պատասխանատվություն են վերցրել ու հայտնվել են շտաբում։ Այս շտաբի պետ միաձայն ընտրվել է Սպարտակ Գյուրեղյանը, արդեն շտաբի անդամների հետ, ինչպես նաև որոշում է կայացվել, որ շտաբի անդամ են նաև ցուցակի առաջի 3 համարները։ Ուստի կոնկրետ դեպքում առաջի 3 համարները ցանկացած դեպքում պետք է այս շտաբի անդամներ լինեն, դա զուտ ոնց որ քանի որ առաջի 3 համարների հիմնականում լինելու են հիմնական խոսացողները, իրանք տեղյակ են ինչա կատարվում։ Ես կուզենայի այս առիթը օգտվել, ձեզ պատմեմ մեր պատմությունը, թե ոնց ենք հասել այս կետին։ Ուրեմն, ինչպես գիտեք, բոլորին դեմեմին միացել են սկզբում եղել է քո կուսակցության հիմնադիրները, հետո միացել է հիմնադիր ազատական կուսակցությունը, հետո միացել է նժար սահմանադրական շարժումը ու իրավական պետություն կուսակցությունը։ Այս բոլոր քաղաքական ուժերը ու խմբերը միացել են բոլորին դեմեմին։ Բաց է հիմա ձևաչափը միանալու համար, մյուս նայեք, լավ, օքեյ, ես էլ ձեզ ներկայացնեմ ավելի մանրամասները, ոնց որ մեր նախընտրությունները սկսելուց հետո, երբ որ մենք արդեն ունենք տեխնատուներ ու այս նշված բոլոր ուժերից ունենք տեխնատուներ, այս սկսելուց հետո մեր հետ եկել են բանակցելու երկու տարբեր ուժ, եղել են մաս կուսակցությունը ու եվրոպական կուսակցությունը ու դա ներքին մեծ խնդիր է առաջացրել, որովհետև մենք հռչակել էինք, որ մենք պետք է նախընտրության միջոցով ցուցակ սարքենք, բայց այդ ցուցակի տեխնատուները արդեն հայտարարելուց հետո եկել էին միանալու ու անհասկանալի էր, թե ստեղծվել էր իրավիճակ, որի համար մենք ոչ պրոցես ունենք, ոչ լիազորություններ ունենք, ինչ-որ ցուցակների հետ խաղալու, դրա համար այդ երկու ուժերի հետ չստացվեց համագործակցությունը, նաև քո հարցին պատասխանելով տրամաբանությունը այնա, որ մեզ էլի կարան միանան, բայց դա արդեն ցուցակի հետ կապ չունի, կարան միանան, ասեն աջակցում են, գան որպես անդամ։ Ցուցակի թե առաջի 30-ի կամ 40-ի ցուցակի հետ մեծ հաշվով կապ չունի։ Մենք ցուցակի այն 45-ից հետո, քանի որ դա ոնց որ հա, դա կարելի է խոսալ մեծ հաշվով, բայց այդ առաջի 30-ի հետ էլ կապ չունի։ Ըստ եթե ցուցակի ներգրաված բոլոր անդամները նախապես հրաժարվում են մանդատներից, ապա ինչու՞մն է խնդիրը, էլի։ Բանակցությունների ընթացքում մենք էլ ենք բանկարտից յետին միտք կար պահելու մանդատները։ Մենք էլ ենք առաջարկել հենց նույն տրամաբանություններ մեր մոտ, որ ասում էինք, նայեք Ժորժ ջան, այսի ինչ որ ստանդարտ ձևով չի, ովքեր որ այս ցուցակում հիմա այսօր հայտարարել են ցուցակի էսա, մի շաբաթից գնալու եք այդ ցուցակներից հրաժարվում եք, ամեն դեպքում չփորձեն ոնց որ մեր կողմից պատասխանեմ, իրանց կողմից պատասխանեմ, իրանց կողմից տրամաբանությունը կայանում է հետևյալում, որ այդ ցուցակները այո մեր համար ունեն գործիքի տրամաբանություն, բայց ուրիշ քաղաքական գործունեություն ծավալող մարդկանց համար, ինչպես նաև հանրության աշկերտում ցուցակը ունի ինչ-որ քաղաքական կշիռ ու քաղաքական տրամաբանություն, այդ տրամաբանության մեջ ուժերը ասում են ոնց կլինի ես 45-րդ համարը ունեմ։
ասեմ ես 45-ն եմ, այսինքն այդ առումով չի բռնել այդ բանը, էլի համաձայնությունը իրենց հետ։ Այս էլ սենց, այսքանն է ժողովուրդ ջան, ստեղ մնացած ժամանակը տրամադրված է հարց ու պատասխաններին կամ անդամներին կամ հյուրերին կամ կուսակցության անդամներին, եթե ինչ-որ ելույթ ունեն, ասելիք ունեն, ասեն, քննարկենք։ Նախորդ հարցի վերաբերյալ էլի, փաստորեն կարելի է համարել, որ համագործակցության դռները փակ չեն։ Այսինքն կարան լինեն հետագայում համագործակցություններ, ուղղակի դրանք չեն կարող ուղղակի տեխնիկապես ցուցակում ընդգրկվել, որտեղ ժամկետն էլ ալրանում, չէ՞։ Այո։ Ճշտող հարց ունեմ էլ ես։ Առաջի համարը, ցուցակի առաջի համարը մենք այս պահին ենթադրում ենք, որ վարչապետության տեխնացուն է, վարչապետի տեխնացուն է, թե այդ հարցին հավելյալ պետք է հետագայում անդրադառնանք, նաև Հարութի բարձրացած հարցին առնչվում համատեղելիությունը շտաբի պետի գործառույթների հետ։ Այդ process-ը հա չասեցի ճիշտ ասած, ուրեմն մենք երբ որ նախապես գործընթացը նախատեսել էինք, Արժեթուցակի ընտրություններից հետո մենք նախատեսում ենք ապրիլի 25-ին հայտարարելու ենք, որ բացվում է, այսպես ասած, վարչապետի տեխնացու առաջադրվելու գործընթացը, որը 5 օր է տևելու, 5 օրվա ընթացքում այն մարդը, որ 10 հոգի շարժումից, այսպես ասած, երաշխավոր կունենա, կարա դառնա տեխնացու, ու մայիսի 1-ին կազմակերպելու ենք ընտրություն, որով որ կտրենք մեր վարչապետի տեխնացուին։ Առաջի համարը կամ երկրորդը կամ երրորդը պարտադիր չի, որ իրանք լինեն վարչապետի տեխնացուն, այսինքն դա մարդա լինելու, ովքեր որ ինքնասահմանափակվելու է, որ հաջորդ 10 տարի ինչի զբաղվելու քաղաքականությամբ, եթե հաղթենք։ Հիմա այդ մասով մտածում ենք, որ գուցե նաև քվեարկությունը կարողանանք on-line կազմակերպել, այն բանով, որ հաստատություն ունեցել ենք 185 հոգի մարդ, ովքեր ֆիզիկապես եկել քվեարկել են, մենք այդ բոլոր մարդկանց, այսպես ասած, իդենտիֆիկացրել ենք։ Հիմա ինչ-որ հարթակի մասով ուսումնասիրություն ենք անում, ու եթե ստացվի, այդ process-ն նորարար ձևերով կփորձենք իրականացնել, միևնույն ժամանակ, որ մարդիկ համոզված լինեն, որ անոնիմ է, դա նաև եղել։ Ամեն դեպքում 5 օր ապրիլի 25-ից 30-ը առաջադրումների փուլն է լինելու, այսինքն մարդիկ պետք է ունենան 10 հոգի շարժումից երաշխավոր, ինչպես նաև պետք է այդ ինքնասահմանափակող ավելի խիստ հաստատուղթը ստորագրած լինի։ Դրանով առաջադրվում են վարչապետի տեխնացու, մայիսի 1-ին անում ենք ընտրություն ու հայտարարում ենք, որ ընտրվի, այդ մարդը կլինի մեր վարչապետի տեխնացու։ Ես առաջարկ կամ հաջորդող հարց էլի, քանի որ օրենքով պարտադիր չի վարչապետի տեխնացու որպես այդպեսին, ցուցակում ունենք առաջին համար, արդյոք պատեհա կամ ըստ պատեհության կանադառնանք այդ հարցին, երբ որ դիցուկ շեմը կհաղթարենք, արդյոք պարտադիր process է, միգուցե չանենք ու շարժումը շարունակի մնալ այդպես այդ ապակենտրոնության, այդպես ընդգծված առաջնորդի բացակայության տրամաբանության մեջ։ Այդպես միտքեր եղել են, ճշմարտություն, մյուս կողմից էլ քաղաքական իմաստով այդտեղ ինչ-որ խնդիրներ ենք տեսել, որ չգիտեմ սրանք ինչ-որ չեն ասում ով է վերջում եկել կպարզվի ով է բանը։ Այդ հարցերն է լինելու, դրա համար որոշել ենք այս process-ով անցկացնել։ Ինձ թվում է ոչ թե process-ը հիմա մտածենք ոնց անենք, կանգնացնենք եւ այլն, այլ process-ը անենք։ Դրանք ինչ կստացվի, հասկանանք ում որոշենք, հա, որովհետև գուցե շատ լավ տարբերակ ենք ունենում։ Մի հոգին քանի հոգու կարա երաշխավորի։ Սահմանափակում չկա։ Քանիքսի տասնյակում կարաս լինես։ Չէ, նայեք, սենց է process-ը։ Այդ մարդը պետք է գտնի իրան 10 հոգի մարդ, ովքեր որ շարժման անդամ են ընդունել են հռչակագիրը, ովքեր որ համաձայն են, որ ինքը լինի վարչապետի տեխնացու։ Եթե կլինեն այդպիսի 3 հոգի ու դուք ուզես այդ 3-ին էլ լինել երաշխավոր, դրա հնարավորությունը ունես, որտեղ ոնց որ դու այդ 3-ի մեջ մի հոգին ես լինելու, էլի 10-ից մեկն ես լինելու։ Այդ դրա հնարավորությունը լինելու է։ Այսինքն 11 հոգի մարդ կարան առաջադրվեն ու մեկին ընտրեն տենց, հա։ Իրանք 11 հոգի մարդ կարան առաջադրվեն, իրանք իրանք երաշխավորությունները իրար մեջ կարան լուծեն, բայց ընտրվում են իրանք ոչ թե իրանք, այլ իրանք ընտրելու են մենք բոլորով։ Ու ընտրությունը արվելու է այսպես, այնպես պետք է ընտրվեն, որ 50% ավել ձայն ունենան։ Այսինքն մենք չենք ընտրելու նենց, որտեղ ով որ առաջի տեղ գերավեց 3 ձայնով, պայմանական ինքն է, էլի։ Նա տեխնիկական հարց, եթե ճիշտ
չեմ հասկանում, կարա մեր շարժումից դուրս մարդ դառնա մեր տեխնացում։ Այդ դեպքում ցուցակը ինքը դառնում է համար 1-ը, հա։ Չէ։ Ասում եմ երեխեք։ Այսօր վրես ճնշումը շատ է։ Ուրեմն վարչապետի տեխնացում կարա ցուցակում ընդհանրապես ընդգրկված չլինի։ Օրենքը չի խանգարում, որ ինքը ընդհանրապես ցուցակում որևէ կերպ ներկայացված չլինի։ Մեր վարչապետի տեխնացում կարա լինի մարդ, ում որ կհայտարարենք, որ ինքն է, ու երբ որ ընտրվի, մենք իրան կընտրենք որպես վարչապետ։ Հիմա Թերթիկի վրա իր անունը չի լինի այդ դեպքում։ այդ դեպքում չի լինի, այո։ Մյուս կողմից կարա լինի ցուցակում, բայց պարտադիր չի լինի առաջին անունը, էլի դա օրենքով չի արգելվում։ Անդեմ լինելու մասով իմ կարծիքն եմ ասում, էլի, անորոշությունը միշտ խնդրահարույց է մարդկանց համար։ Իսկ եթե չկա տեխնացու, ես հասկանում եմ PR-ի մոտեցման ու մնացած բանը, բայց անորոշությունը դա խնդրահարույց է յուրաքանչյուրի համար։ Դա վախ է։ Եվ նամանավանդ եթե մենք խոսում ենք քաղաքականություն։ Ես գիտեմ, որ երգը եւ աղոթք է, եւ ինչ որ չափով մխիթարանք, դա երջանկության հավերժ պատրանքն է, որ մեզ հետ ապրում դառնում է կյանք։